Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Իրանը նոր գերագույն առաջնորդ ունի, ով է նա եւ ինչ ճանապարհ է անցել։ Ինչ ուղերձ ունի Իրանի առաջնորդի ընտրությունն աշխարհին, ինչպես է մեկնաբանում Իրանագետը։ ԱՄՆ Իսրայել-Իրան պատերազմը թեժանում է, ում հետ Թրամփը կքննարկի պատերազմի ավարտը։ Վերականգնված բեռնափոխադրումներ, ինչ են հեռախոսով քննարկել Իրանի եւ Ադրբեջանի նախագահները։ Ահա զանգ է հնչեցնում Լինդա Էուլջեքչյանը, ինչ վիճակում է Վիգեն Էուլջեքչյանը։ Այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից մեկ շաբաթ անց Իրանը նոր գերագույն առաջնորդ ունի եւ նրա ընտրության հարցում որևէ դերակատարում չի ունեցել Ամերիկայի նախագահը։ Իրանի փորձագետների խորհուրդը ձայների մեծամասնությամբ երկրի երրորդ գերագույն առաջնորդ է ընտրել Ալի Խամենեի որդուն, Այաթոլլա Մոջթաբա Խամենեին։ Նրա երթմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր Թեհրանում, ի տարբերություն հոր Մոջթաբա Խամենեին երկար տարիներ մնացել էր Սվերում։ Երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ, հանդես չի եկել հանրային ելույթներով եւ հարցազրույցներ չի տվել։ Իրանի ժողովուրդը նոր առաջնորդի ընտրությունն ընդունել է մեծ ոգևորությամբ։ Մոջթաբա Խամենեի ընտրությունը ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի միայն ներքաղաքական գործընթաց չէ, այլ նաև ուղերձ արտաքին աշխարհին։ Նրա խոսքով այս քայլով Թեհրանը ցույց է տալիս, որ երկրում պահպանվում է համակարգային քաղաքական շարունակականությունը։ Նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորհրդային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաեւ հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։ Այս ընտրությամբ նաեւ ուղերձ է հղվում, որ նույնիսկ Միացյալ Նահանգների պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն։ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունը դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում։ Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ընդունում Թեհրանի այս ընտրությունը։ Հիշեցնեմ, որ օրերս ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի ցանկացած առաջնորդի սպասվում է Ալի Խամենեի ճակատագիրը։ Իսկ ով է կուլիսներում մնացած Մոջթաբա Խամենեին, Անահիտ Սարգսյանն է պատմում։ Իրանի նոր հոգևոր առաջնորդն ընտրվեց եւ շարունակում է մնալ Խամենեի։ Ալի Խամենեիի որդու անունը չնայած մշտապես առկա էր կուլիսային քննարկումներում եւ Իրանի քաղաքական վերնախավում, սակայն գրեթե չէր հնչում պաշտոնական հաղորդագրություններում։ Նրա ազդեցության մասին խոսակցությունները չեն դադարում ավելի քան մեկ տասնամյակ, իսկ այժմ իրավիճակը կուլիսներից տեղափոխվում է բեմ։ Մոջթաբա Խամենեին ծնվել է 1969 թվականին Մաշհադ քաղաքում։ Նա Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Դպրոցական կրթությունից հետո սկսել է աստվածաբանություն ուսումնասիրել, ապա շարունակել ուսումը Ղոմում հոգևորական դառնալու համար։ Հետագայում աստվածաբանություն է դասավանդել Ղոմի աստվածաբանական ճեմարանում։ 1987-ից 88 թվականներին Մոջթաբան մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին եւ իր հսկողության տակ է վերցրել բասիջ աշխարհազորային ուժերը։ Չնայած Մոջթաբան երբեք չի զբաղեցրել որևէ բարձր պետական պաշտոն, սակայն մի շարք իրանցի նախկին պաշտոնյաներ եւ արևմտյան վերլուծական կենտրոններ նրան նկարագրում են որպես ազդեցիկ միջնորդ հոր գրասենյակի, անվտանգության կառույցների եւ քաղաքական էլիտայի միջև։ 2000-ականների սկզբից շրջանառվում են տեղեկություններ, որ Մոջթաբա Խամենեին սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների հետ։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ նա դեր է խաղացել այդ կառույցում հավատարիմ կադրերի առաջ խաղացման հարցում։ Իրանի ներսում այս թեման գրեթե չի լուսաբանվում, իսկ պաշտոնական հաստատում երբևէ չի եղել։ Նրա անունը կապում են նաև օֆշորային ֆինանսական ցանցի հետ, որը գործածվում է Իրանից դուրս ակտիվներ պահելու եւ տեղաշարժելու համար։ 2009 թվականի նախագահական ընտրությունից հետո, երբ բողոքի զանգվածային ալիք բարձրացավ ընտրության արդյունքների դեմ, ընդդիմադիր շրջանակները պնդում էին, որ Մոջթաբան աջակցել է բողոքի ցույցերի դեմ կոշտ ուժային արձագանքին։ Այդ պնդումները պետական մակարդակով հերքվել են կամ անտեսվել, սակայն նրա անունը այդ իրադարձություններից հետո հայտնվել է ներքաղաքական քննարկումների կենտրոնում։ 2019 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Մոջթաբա Խամենեիի նկատմամբ, նրան ընդգրկելով Իրանի գերագույն առաջնորդի մերձավոր շրջապատի այն անձանց ցանկում,
որոնք Վաշինգտոնի գնահատմամբ ներգրավված են իշխանության կոշտ քաղաքականության մեջ։ Պատժամիջոցները ենթադրում են Միացյալ Նահանգների իրավազորության ներքո ակտիվների սառեցում եւ ամերիկյան կողմի հետ գործարքների արգելք։ Թեհրանն այդ քայլը բնութագրում է քաղաքական ճնշում եւ միջամտություն ներքին գործերին։ Իրանի սահմանադրությամբ Գերագույն առաջնորդին ընտրում է Բանիմացների ժողովը։ Մոջթաբա Խամենեիի անունը պարբերաբար հիշատակվում է որպես հնարավոր իրավահաջորդ, իսկ այժմ, երբ Ալի Խամենեին մահացած է, ել ավելի հավանական է համարվում հենց Մոջթաբայի ընտրությունը։ Մոջթաբա Խամենեին գրեթե հանդես չի գալիս հրապարակային ելույթներով, հարցազրույցներ չի տալիս եւ հազվադեպ է երևում պետական միջոցառումներում։ Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա նա 2004 թվականին ամուսնացել է Զահրա Հադդադադելի հետ, ունի 3 երեխա։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ Իրանի նախագահը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, կրկին ասել, որ Թեհրանը որևէ կապ չունի Նախիջևանին հարվածելու հետ։ Ադրբեջանի նախագահը իր հերթին կարևոր է համարել միջադեպի մանրամասն հետաքննությունը։ Իրանի նախագահն էլ վստահեցրել է, որ դեպքը պարտադիր կքննվի։ Ի դեպ հեռախոսազրույցից հետո վերականգնվել է Իրանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանով բեռնափոխադրումների ելքն ու մուտքը։ Հիշեցնեմ, որ Նախիջևանի դեպքից հետո մարտի 5-ին Բաքուն ժամանակավորապես կասեցրել էր սահմանով բեռնափոխադրումները։ Թեև թվում է, որ հեռախոսազրույցներն ու փոխադարձ այցերը լարվածությունը մեղմում են, բայց փորձագետները կարծում են, որ իրականությունը այլ է։ Նախիջևանի միջադեպից հետո Բաքուն իր այսպես ասած փրկությունը գտել է Թուրքիայում։ Դեպքից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Ստամբուլ եւ հանդիպել իր թուրք պաշտոնակցի Հական Ֆիդանի հետ։ Իսկ Թուրքիան պահպանում է իր երկակի մոտեցումը։ Հանրային եւ մեդիա դաշտում հաճախ քննադատում են Ադրբեջանին Իսրայելի հետ սերտ հարաբերությունների համար, մինչդեռ պաշտոնական Թուրքիան զգուշավոր է Թել Ավիվի հետ։ Ինչով է պայմանավորված այս երկակի քաղաքականությունը եւ կարող է արդյոք այն ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա, թեմային անդրադարձել է Սեդա Գյուրախյանը։ Իրանի վրա հարձակման ֆոնին Թուրքիայի հասարակական խմբերում սկսել են թիրախավորել Ադրբեջանին եւ մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևին, անվանելով նրան Իսրայելի ընկեր ու դաշնակից։ Թուրքական մերձիշխանական լրատվամիջոցներում եւս սկսել են նման պնդումներ շրջանառվել։ Մերձավոր Արևելքի պատերազմի ուղիղ ազդեցությունը թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա կապ ունի Իսրայելի գործոնի հետ։ Սա որոշակի գործիք է, այսպես ասենք, փափուկ ուժի գործիք է, որով փորձ է արվում հավանաբար Ադրբեջանում որոշակի տրամադրություններ գեներացնել եւ հատկապես ադրբեջանական էլիտաներին ցույց տալ, որ Թուրքիայում կա դժգոհություն այսպիսի քաղաքական գծի նկատմամբ։ Իսրայելում քաղաքական եւ հասարակական գործիչների մակարդակում շրջանառվում է միտք, որ Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը կարող է լինել Թուրքիան, վերջինիս համարելով տարածաշրջանում արմատական իսլամի հովանավոր։ Միաժամանակ պաշտոնական մակարդակում Թուրքիան զգուշավոր հայտարարություններ է անում, պնդելով, որ Իսրայելի հետ իրենց ուղիղ առճակատման վտանգը բավականին ցածր է։ Պոտենցիալ անցանկալի իրավիճակները եւ դժբախտ պատահարները կանխելու համար մեր համապատասխան կառույցների եւ Իսրայելի միջև անհրաժեշտության դեպքում ակտիվացնում ենք կապի եւ համակարգման ուղիները, որոնք ուղղված են տեղում թյուրիմացությունների նվազեցմանը։ Թուրքիայի նման զգուշավոր հայտարարությունները կապված են նաև նրա հետ, որ պատերազմում Իսրայելի դաշնակիցն է Միացյալ Նահանգները։ Թուրքիան հայտնվել է երկու քարի արանքում։ Անկարայում մի կողմից չեն ցանկանում խարխլել Միացյալ Նահանգների հետ նոր կարգավորվող հարաբերությունները, մյուս կողմից Իրանի հետ քրդական գործոնի շուրջ ունեցած ընդհանուր շահերն են։ Թուրքիան այնպես չի, որ ողջավորված է, որ անպայման Իսրայելը Իրանին հաղթի, եւ իհարկե ողջավորված չէ, որ Իրանը այնքան իրականում հզոր լինի, որ նաև Թուրքիային, այսպես ասած, ստվերի իր դիրքով, իր հզորությունով։ Բնականաբար այս հայտարարությունները, զգուշորեն արված հայտարարությունները նպատակ ունեն ոչ Իրանի հետ ստեղծել խնդիրներ, ոչ Իսրայելի հետ ունենալ խնդիրներ։ Քրդական գործոնը կապ ունի տարածաշրջանային կայունության հետ։ Իրանի փլուզման նպատակով քրդական գործոնի ակտիվացումը իր ռետրոակտիվ ազդեցությունն է ունենալու նաև Թուրքիայի վրա։ Իսրայելի ցանկությունը փլուզել Իրան պետությունը, Ադրբեջանի աջակցությունը Իսրայելին, նաև Նախիջևանի վրա հարվածից հետո Ադրբեջան-Իրան սրված հարաբերությունները լարում են ստեղծում նաև եղբայրական պետությունների միջև։ Եթե Իրանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտ առաջանա, ռազմական կոնֆլիկտ, դա Թուրքիայի համար իսկապես ամենաանցանկալի
սցենարը կլինի այս պահին, որովհետև ստացվել է այնպես, որ Թուրքիայի եւ Իրանի միջև առաջացել է սիտուատիվ համագործակցության կամ շահերի համընկման ընթացք։ Բայց այդ լարումը չի կարող նվազեցնել Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը Անկարայի համար։ Արցախյան պատերազմի ժամանակ ևս Թուրքիայում նկատելի էին հակաադրբեջանական որոշակի տրամադրություններ Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության վերաբերյալ, բայց դրանք պատերազմի ավարտի հետ մարեցին։ Տեսանք Իսրայելի օգնությունները Ադրբեջան եւ դրանք միջև այս պատերազմը մենք տեսնում էինք, որ օդային չէ, ռադարներով բավականին շատ թռիչքներ են իրականում ռազմական օդանավերի տեսքով Իսրայելից Ադրբեջան։ Այսինքն այս ամենը նաև տեսնում է Թուրքիան, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի համար շատ կարևոր է իրազեկությունը Ադրբեջանի եւ նաև հերրակա իր այսպես տեսլականում դեպի մեր Միջին Ասիա տարածվելու համար փորձում է Ադրբեջանի այդ կամակորությունների վրա աչք փակել։ Չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում որոշ ժամանակավոր լարվածություններ են առաջանում Իսրայելի հետ քաղաքական դիրքորոշումների տարբերության պատճառով, այդուհանդերձ թուրքական կողմը միշտ պահպանել է վերահսկողություն եւ դուրս չի եկել հասարակական քննարկումների սահմաններից։ Ադրբեջանի հետ մեկ ազգ երկու պետություն կոնցեպտի ռազմավարական նշանակությունն ու ամրությունը շարունակում են մնալ Անկարայի արտաքին քաղաքականության կայուն հիմքերից մեկը։ Սեդակ Յուրեղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը կքննարկի Իսրայելի հետ, սակայն վերջնական որոշումը կկայացնի ինքը։ Թրամփը անդրադարձել է նաև նավթի շուկային, նշելով, որ գների աճը պայմանավորված է լարվածությամբ եւ կարող է ժամանակավոր լինել։ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի Նաբաթիա շրջանում գտնվող ռուսական մշակութային կենտրոնի տարածքին։ Շենքը ամբողջությամբ ավերվել է, սակայն ըստ լրատվամիջոցների զոհեր եւ վիրավորներ չկան։ Իսրայելը նաև հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան մեկնելուց։ Իսրայելի իշխանությունը նշում է, որ նախազգուշացումները հիմնված են ներկայիս անվտանգային վիճակի եւ արտասահմանում Իսրայելի քաղաքացիների համար հնարավոր ռիսկերի գնահատման վրա։ Մերձավոր Արևելքի եւ տարածաշրջանի վերջին նորությունները եւ պատերազմին վերաբերող հայտարարությունները հավաքագրել է իմ գործընկեր Զարա Սարգսյանը։ Իրանի փորձագետների խորհուրդն ընտրել է երկրի նոր գերագույն հոգևոր առաջնորդին։ Նա սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդի Մոջդաբա Խամենեին է։ Իրանի նոր գերագույն առաջնորդն առանց Միացյալ Նահանգների հավանության երկար չի դիմանա։ Իրանում նոր հոգևոր առաջնորդի ընտրությանն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ստիպված կլինի ստանալ մեր հավանությունը, ասել է նա ABC News-ի հետ զրույցում։ Նրա խոսքով Իրանն այժմ գտնվում է այնպիսի վիճակում, որում երբեք չի եղել, եւ դա միայն վատթարանալու է նրանց համար։ Իրանն իր տարածքից ոչ մի թիզ չի զիջի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Մենք թույլ չենք տա, որ նրանք գրավեն մեր երկրի տարածքից թեկուզ մի թիզ, ասել է Փեզեշքյանը։ Թրամփն ավելի վաղ ասել էր, թե չի բացառում Միացյալ Նահանգների հարվածներից հետո Իրանի քարտեզը փոփոխվի։ Թեհրանի նավթի պահեստներին հարվածելը հավասարազոր է քիմիական պատերազմի։ Այս հայտարարությունն էլ արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում նավթի պահեստում բռնկված հրդեհին։ Նավթի պահեստները թիրախավորելուց հետո Թեհրանի երկինքը պատվել է գորշ քուլաներով։ Իրանը կրկին հրթիռակոծել է Թել Ավիվը։ Իսրայելն էլ հրթիռակոծել է ոչ միայն Իրանը, այլև Բեյրութի արվարձանային դահյա քաղաքը, որտեղ Հեզբոլլահ շարժման օբյեկտներն են։ Հարձակման թիրախ է դարձել նաև Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 10։ Մերձավոր Արևելքում պատերազմը չպետք է սկսվեր, քանի որ այն ոչ մի կողմի օգուտ չի բերում, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Նա նաև նշել է, որ Իրանի եւ Պարսից ծոցի մյուս երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող խախտվել։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ միջազգային իրավունք աշխարհում այլևս գոյություն չունի։
Ցավոք մենք բոլորս կորցրել ենք այն, ինչն անվանում ենք միջազգային իրավունք։ Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ինչ-որ մեկին կոչ անել հետևել միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին։ Այն ըստ էության այլևս գոյություն չունի։ Դե յուրե գոյություն ունի, բայց դե ֆակտո այլևս գոյություն չունի, ասել է նա։ Եվ վերջում, գիշերը Գերմանիայում ընկած երկնաքարը վնասել է բնակելի շենքեր։ Երկնաքարի բեկորները վնասել են Ռայնլանդ-Փֆալցում տանիքներ եւ տներ։ Վնասներ են գրանցվել Հունցրյուկ եւ Այֆել շրջաններում, ինչպես նաեւ Կոբլենցում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է անվտանգության խորհրդի նիստ։ Նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ վարչապետին ներկայացրել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման մանրամասները։ Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված վագոններ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստան է ուղարկվել 488 տոննա հացահատիկով բեռնված 7 վագոն։ Իսկ մոտ 2 ամիս առաջ ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեկչյանը վատառողջ է եւ այսօր պետք է տեղափոխվի հիվանդանոց։ Մեծ զրույցում նրա կինը Լինդա Էուլջեկչյանը պատմել է, որ Վիգենը մեջքի հատվածում ուժեղ ցավեր ունի։ Լինդան նաեւ նշել է, որ նրանց որդին Սերժը Հայաստան է եկել հորը տեսնելու եւ հնարավորության սահմաններում նրա կարիքները հոգալու համար, քանի որ պետությունը չի օգնում։ Այժմի համար նախատեսել ենք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։